Սենսացիաներ մունդիալի փլեյօֆում Գերմանիան եւ Նիդերլանդները զգացին կյանքի դառնությունը, Բրազիլիան եւ Կանադան վերջին րոպեի քաղցրությունը։ Ռոնալդուն շարունակում է փնտրել իրեն դաշտում, Մեսին շարունակում է գոլեր խփել, Մբապեն եւ Հոլանդը չհանդիպեցին նորվեգացին գործերուներ։ Բաժանորդագրվեք ալիքին, դրեք լայքը այս վիդեոին ու հանեք ձեր ամենադիետիկ ուտելիքներն ու վայելեք մեզ։ Հիշում եք ժամանակին ասում էին, որ Մբապե Հոլանդ դիմակայությունը կփոխարինի Մեսի Ռոնալդու դիմակայությանը։ Մոռացեք դրա մասին։ Նրանք անգամ դաշտում իրար դեմ դուրս չեկան։ Ասում են Հոլանդը վախ մեջ է եղել։ Հոլանդը չէ, Նորվեգիայի գլխավոր մարզիչ Ստոլե Սոլբակենը։ Նա ամբողջ կազմը փոխել էր համակերպվելով խմբում երկրորդ տեղը զբաղեցնելուն։ Բայց անգամ այդ պարագայում վիկինգները խնդիրներ ստեղծեցին ֆրանսիացիների համար։ Մենք պաշտոնական նամակով դիմեցինք Դիդիե Դեշամին, որ հատուկ ուշադրություն դարձնի կենտրոնին։ Տենց հարցերով գեներալ Կիլիանն որոշում ներկայացնում։ Չեմ կարող չհամաձայնել։ Նրա իշխանությունը այնքան է մեծացել, որ անգամ արդեն հրամաններ է արձակում խաղի պաշտոնյաներին։ Էն էլ անգլիացու։ Փոխարինվելուց Կիլիանը հրամայեց Մայքլ Օլիվերին թև կապը վազելով փոխանցել խաղանկերոջը։ Սա կարելի է նույնը համարել ինչ որ թաղի ջահելին ջրի ուղարկելը։ Չէ, դա մի քիչ ուրիշ է։ Իդեպ սապատներիդ մեջ ջուր կա։ Ես ընձուղտ եմ։ Նայեք, որ ընդդիմանում է։ Բայց լավ, դա կարևոր չի։ Կարևորը Մբապեն է։ Արդյոք նա դիկտատոր է, թե գեներալ-մայոր, չգիտեմ, բայց փաստ է, որ ժարիտ է անում հավաքականում, ընդ որում թե գոլերի, թե ասիստների առումով։ Իջնում է հետ, մասնակցում պաշտպանությանը, գրողների կառուցմանը, նորվեգացիների դեմ էլ 2 անգամ օգնեց Դեմբելեին հերոսանալ։ Մի խոսքով լայնածավալ հարձակումներ անում մրցակիցների նկատմամբ։ Դրա համար էլ նորվեգական բանակը իրենց երկրի հավաքականին սատարող կոչով հանդես եկավ։ Շնորհավորում եմ մեր հավաքականին 2 հաղթանակների կապակցությամբ։ Մենք ձեր կողքին ենք։ Բանակը երբեք էսքան վատ չի կանգնել ինչ որ մեկի մեջքին։ Այս կոչից չվախեցավ անգամ Ուսման Դեմբելեն։ Նա իր հետրիկը ձևակերպեց ընդամենը 25 րոպեում։ Դարձավ Ֆրանսիայի պատմության միայն 3-րդ ֆուտբոլիստը, որը աշխարհի առաջնությունում հետրիկ է ձևակերպել Ժյուст Ֆոնտենից եւ Կիլիան Մբապեից հետո։ Սա նաեւ աշխարհի առաջնությունների պատմության 2-րդ ամենաարագ հետրիկն էր։ Ֆրանսիայի պես Արգենտինան էլ զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ 3-րդ տուրի խաղը Հորդանանի դեմ ընկերական միջավայրում անցավ առանց Մեսիի։ Արգենտինացին ցանկացել է խաղը սկսել պայեստայինների նստարանից, որ խաղընկերները նույնպես խաղալու հնարավորություն ստանան, ու այդ հնարավորությունից շատ լավ օգտվեց Ջովանի Լո Սելսոն, որը հրաշալի խաղ անցկացրեց ու գոլ խփեց։ Բայց հերիք էր Մեսին մտնի դաշտ ու օդը տաքացավ։ Մի քանի րոպե տաքանալուց հետո նա տրիբունաներում տեսավ մի պաստառ, որը նրա վրա շատ մեծ ազդեցություն ունեցավ ու անմիջապես տուգանայինից ուղիղ գոլի հեղինակ դարձավ։ Թե ինչ պաստառ էր դա, կիմանաք վերջում։ Իսկ արգենտինացին իր գոլերը հասցրեց 6-ի ու դա ընդամենը խմբային փուլում։ Ափսոս Արգենտինա-Պորտուգալիա խաղը հնարավոր է միայն եզրափակչում։ Հույս կար, որ նրանք կհանդիպեն քառորդ եզրափակչում, բայց Պորտուգալիան քաշեց ու խմբում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Իսկ ահա Էմիլիանո Մարտինեսը ոչ մի կերպ չի քաշում իր թիմին ու նաև սիրում է Բանգլադեշը։ Ես բերկուս եմ մնում։ Մարտինեսը Բանգլադեշ պետությունը նկատի ուներ։ Ջորդանի հետ խաղից հետո լրագրողների հետ մի 2 բառ փոխանակելուց հետո նա պատրաստվում էր հեռանալ ու մեկ էլ լսեց սա. Works for Bangladesh. Bangladesh. Oh, Bangladesh. Yeah, Bangladesh. Yeah. I've been there. Ես սիրում եմ Բանգլադեշը, մի քանի անգամ եղել եմ այնտեղի ֆաները կյանք են, իրոք որ կյանք են։ Ու այստեղ շատ սահուն ձևով պետք է անցնեինք Պորտուգալիայի խաղին, բայց մինչ դա ուզում եմ անդրադառնալ մի երիտասարդի, որը կարծես մնացել է Ռոնալդուի եւ Մեսիի արանքում։
Այո, ես խոսում եմ Ալեխանդրո Գառնաչոյի մասին։ Տղայի համար Մեսսին այդպես էլ չբարեխոսեց, որ հրավիրեն հավաքական։ Իսկ Ռոնալդուն էլ ոչ գրում է, ոչ էլ անգամ տրուսիկներ ա ուղարկում։ Դրա համար էլ երբեմնի բլանդինկեն բռնեց ու դարձավ չստացված рэպեր։ Գլոբ, քո կարծիքով, եթե Գառնաչոն լիներ պորտուգալացի եւ խաղար հավաքականում, ինչ որ բան կփոխվեր։ Նրանք իրենց սեփական Գառնաչոն ունեն, ուղակի կյաշ չի։ Ինչ որ բան ինձ հուշում է, որ մեր երկարավզիկը նկատի ունի Ժոաու Ֆելիքսին։ Ու դա իրականում ամենավառ օրինակն է, որ Եվրոպայում էլ են ծանոթով հավաքական հրավիրում։ Օրինակ Ֆելիքսը Ռոնալդուի ձախ վինգերն է հավաքականում։ Բայց լավ, եկեք անդրադառնանք Կոլումբիա-Պորտուգալիա խաղին, որը որոշիչ էր թե պորտուգալացիների, թե կոլումբացիների համար։ Խաղից առաջ, ինչպես միշտ ուշադրության կենտրոնում էր Քրիշտիանո Ռոնալդոն։ Ուզբեկստանի դեմ դուբլից ու ես վերադարձել եմ արտահայտությունից հետո սպասվում էր, որ նա կշարունակի գոլային շքերթը ու մի 6 հատ կխփի Կոլումբիայի։ Բայց Կոլումբիայում կա Լուիս Դիաս, Խամես Ռոդրիգես ու մի հատ շատ ամուր ատլետիկ կազմվածքով հավաքված ֆուտբոլիստների թիմ։ Ստացվում է Ռոնալդուն հայտարարել էր ես վերադարձել եմ, իսկ Կոլումբիան ասեց շատ լավ, հիմա մենք քեզ հետ կուղարկենք երկրորդ տեղ։ Ռոնալդուն խաղը սկսեց Nike հատուկ խաղակոշիկներով, որոնք նվիրված էին իր 6 աշխարհի առաջնություններում գոլի հեղինակ դառնալուն։ Բայց ոնց որ դրանք նրան այդքան էլ դուր չեկան ու երկրորդ խաղակեսում նա հագավ իր հին սովորական մաշիկները, գուցե մահացու ֆուտբոլի այն հայտնի դրվագից ոգևորվելով։ Կոլումբացիները գերազանցում էին մրցակցին գրեթե ամեն ինչով։ Գիտեք ոնց որ ինչ լիներ այդ թիմը, այն ատոմի էլեկտրոններ, նեյտրոններ բաժանումը ու իրականում այդպես էլ կար, իհարկե ոչ մաթեմատիկորեն, այլ տեսականորեն, որովհետև նման շարժվող ակտիվ թիմի դեմ մեկ խաղացողով պակաս լինելը ուղղակի հանցագործություն է։ Կարմիրը տենց բան է։ Ոչ մեկ կարմիր չէր ստացել, բայց կարմիր կովը, ինչպես ասում են, կաշին չի փոխում։ Այս խաղից առաջ ծանր տեղներս թեթևացրինք, զանգեցինք Ռոբերտո Մարտինեսին, հանգամանալից բացատրեցինք, թե ինչքան ավելի լավ կլինի, որ Ռոնալդուն դաշտ դուրս գա վերջին 20 րոպեին թարմ ուժերով այդ գոլը խփի։ Գիտեք ինչ պատասխան եղավ։ Ուզբեկներին 2 հատ խփելուց, նրանց ջախջախելուց հետո ուրախ զվարթ մասնակցեց լրագրողների հետ զրույցին, ուրախ պատասխանում էր հարցերին։ Ու այս խաղում, որ հարամ էին եղել, արհամարում է լրագրողներին, թե բա այսօր ձախ վինգերից հերթն է։ Իսկական առաջատարը իմին առաջնորդում է թե լավ, թե վատ պահերին։ Ու վերջապես հիշեք նրա հարցազրույցը Պիրս Մորգանի հետ։ Պիրս Մորգան, հազար ներողություն, իրոք որ լեզվիս այթակում Պիրս Մորգանի հետ, որտեղ նա ասում էր, հարա այդ աշխարհի առաջնությունը ինչ է, 5-6 խաղա, միթե դրանով պետքա լավագույնը որոշվի։ Հետևություններ արեք ինքներդ, իսկ մենք անցնում ենք առաջիկա խաղերին, որտեղ 1/16-րդ եզրափակչից առանձնացրել ենք հետևյալ խաղերը։ Հուլիսի 1-ին Ֆրանսիա, Շվեդիա, Անգլիա, Կոնգո, հուլիսի 2-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Բոսնիա եւ Հերցեգովինա, Իսպանիա, Ավստրիա։ Ուրուգվայի հավաքականը արդեն պաշտոնապես վատագույնն էր ամերիկյան մունդիալում։ Գլոբ, օրինակ դու ինչ պատիժ կսահմանեիր ընձուղտների ֆուտբոլի հավաքականին, եթե լինեիր նրանց ֆեդերացիայի նախագահը։ Վզները կքաշեի։ Այ Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան ընձուղտավարի չի մտածում ու ավելի կրեատիվ պատիժ է մտածել։ Ֆեդերացիան առանձին ինքնաթիռ չի հատկացրել թիմի համար ու ֆուտբոլիստները ստիպված են սովորական չվերթներով չվել իրենց բները, տները։ Ինչ ձեռները քարի տակ չի, մի $10,000 է էլի։ Ես զարմանում եմ, դու այդքան բոյով ինչի ես տենց մակերեսային։ Այդ թռիչքների ընթացքում ով ինչ քֆուր գիտի տալու է։ Shame on FIFA, վերջը քաղաքականությունը շատ ուղիղ կապավ իրանց։ Իրանց հավաքականին։ Ում հավաքականին։ Արա, բայց դու ինչ դեպիլ ես։
Ամերիկան էլ ում կարան կպնի բացի իրանցից։ Սա ուղղակի խայտառակություն է։ Մենք այդքան երկար թռիչքների մեջ էինք, որ մեկ խաղից մյուսը հազիվ էինք հասնում։ Մեզ օգնող անձնակազմը այդպես էլ վիզա չստացավ ու մեզ հետ չէր։ Սա խայտառակություն է։ Իհարկե FIFA-ն սրան ուղղակի առնչություն չունի։ Այդ Ամերիկան արհեստական խոչընդոտներ ստեղծել երևի թե ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով։ FIFA-ի հարցն է նա, որ նրանք անգամ չեն փորձել օգնել, աջակցել։ Իրանցը մենակ փող վերցնելն է։ Ումը։ Իրանցը էլի։ Ում արա։ Լավ չի, չէ։ Դե մղկտա։ Դուք էլ ես ընձուղտին նայեք, է։ Ուղտ ասեցի, հիշեցի։ Գլոբ, ձերոնց որ վաճառեին ու փոխարենա ֆուտբոլի տոմ սառնեին, քեզ ինչպես կզգայիր։ Հը։ Արգենտինա-Հորդանան խաղի ժամանակ ենթադրաբար արաբ երկրպագուները պաստառ էին պատրաստել, որի վրա գրված էր. Ես վաճառել եմ ուղտերս այս տոմսերի համար։ Ես ընձուղտ եմ, արա։ Կարևորը հիմա դու չես։ Պարոն Ինֆանտինո, նայեք մարդիկ ինչերի են ընդունակ այդ տոմսերի համար, արա մի քիչ իջեք։ Մանուել Նոյերը թողնելով թորներին խաղահրապարակում եկել էր Ամերիկա, ամենապատասխանատու պահին փրկեց թիմին, իսկ Ջոնաթան տան ասեց չէ ախպեր, ես գործեր ունեմ, պետքա գնամ տուն, բա ինչ, գիտեին Մարսելու են Կյուրասաուին այդքան խփելու համար, եւ իրոք, այդ խեղճ հավաքականին 7 հատ խփելուց հետո մտածում էին բոլորին կարողանալու են տենց հագցնեն, առհա Պարագվայցիների թիմային պաշտպանության ու գերմանական ֆուտբոլի իմպոտենտության համադրությամբ հարավամերիկացիները անցան 1-8 եզրափակիչ։ Դու ասում էիր, որ Գերմանիան հեռու չի գնա։ Մերսի, որ հիշեցիր։ Արա, բայց այսքան մոտիկ, հասկացեք, գուցե առանձին խաղերում գերմանացիները շատ լավ տեսք են ունենում։ Արա, բայց այն թիմը, որը միշտ կամ գրեթե միշտ ունեցել է Գերմանիան, չկա։ Մի տեսակ խաղը ոնց ասեմ, մեքենան չի աշխատում, Մերսեդեսը փչացել է։ Ու դրա արդյունքում է, որ միայն 11 մետրանոցների հույսին մնացին։ Ի տարբերություն գերմանացիների մի քիչ ավելի հեռվում էր սպասվում Նիդերլանդների հավաքականը։ Ու դա էլ զուտ են պատճառով, որ ունի ուժեղ անհատներ։ Բայց հերիքա հայաց գցես մարշչական շտաբին, եթե հաց եք ուտում, այս պահը բաց թողեք։ Has been caught in an embarrassing moment. There you go. Ես չեմ հասկանում, ամբողջ Հոլանդիայում մի նորմալ մարզիչ չկա, որ այս բլանդինկին են թողում։ Ծանոթով է էլի հաստատ։ Չէ, ինձ թվում է Կումանը շանտաժի գնով է մնում։ Ունենալ նման խաղացողներ ու չհասնել գոնե քառորդ եզրափակիչ, չգիտեմ, հրաշագործ փայտիկա պետք ունենալ ու մտցնել քի։ Ամեն դեպքում Գակպոն լինելով ծանր հոգեբանական վիճակում գոլը խփեց, բայց Մարոկոն նախ ունի Բոնո, որը փրկում է երբ պետք է, ունի Հակիմի, որը համաշխարհային դեմք է, ու վերջապես ունի մի թիմ, որը մեխանիզմ է, անգամ գերմանականից լավ։ Եթե Պորտուգալիան Կոլումբիայի հետ խաղումը մեկ միավոր վերցրեց, ապա դա միայն ու միայն Ռուի Կոշտայի շնորհքն էր։ Նա կատարեց 6 սեյվ ու ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Պորտուգալական մամուլը այս դարպասապահին համարեց իրենց ընդհանուր սև խոռոչային վիճակում սպիտակ լույսի կետ։ Եթե Կոշտան առանձնացավ Պորտուգալիայի կազմում, ապա կոլումբացիներից չի կարելի ու չես կարող չնկատել Խամես Ռոդրիգեսի խաղ։ Նա չնայած իր բոլոր դժվարությունների, այսպիսի մեծ խաղերին, իր ազգի համար, իր հավաքականի համար ինչ որ տուրբո շարժիչ է միացնում։ Նա ղեկավարում էր խաղը ինչպես իսկական դիրիժոր, արագ անցումներ էր կատարում գծերի մեջ։ Խաղից հետո Խամեսը ասաց, որ ուժեղ մրցակցի դեմ իրենք արժանի պայքար մղեցին։ Նրա խոսքով միայն գոլն էր պակասում։ Նրանց գլխավոր մարզիչը նույնպես գոհ էր խաղից, բայց զգուշացրեց, որ փլեյօֆում այդքան պահեր չօգտագործելը կարող է ճակատագրական լինել թիմի համար։
Կարծում եմ կոլումբացիները ճիշտ հետևություններ կանեն այդ խոսքերից ու կհետևեն մեր հաջորդ հերոսների օրինակին։ Կանադան կարծրատիպ էր կոտրում։ Ինչպես ասում են Կանադայում բոլորը կամ խակեիստ են կամ էլ պուտա։ Հոп, մոռանում ենք սա։ Սա այլևս արդիական չի։ Կանադայի հավաքականը աշխարհի առաջնության 1-8 եզրափակչում է։ Նրանք գոլը խփեցին վերջին վայրկյաններին տուն ուղարկելով Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականին։ Ու տրիբունայում մի ուրախության ալիք բարձրացավ, որը կտրուկ վերածվեց դժբախտության ընծյոցի համար։ Այդպես էլ չիմացանք հեռախոսի ճակատագիրը, բայց որ կանադացիները կամք դրսևորեցին, դա ուղղակի սքանչելի է։ 1-16 եզրափակչի Բրազիլիա-Ճապոնիա խաղը անցավ գրեթե նույն սցենարով։ Առաջին խաղակեսում ճապոնացիների գլխավոր մարզիչը գրառումներ էր անում ու հաղթում 1-0։ Միջման ժամանակ, ինչպես երևում է, Պապա Կառլոն հրաշք է գործել։ Գաղտնի զենքն է օգտագործել։ Այդ ո՞րն է։ Ունքը։ Երկրորդ խաղակեսի հենց ամենասկզբից Բրազիլիան աներևակայելի ճնշում գործադրեց եզրերից փոխանցումներով։ Ճապոնացիները պայքարում էին, բայց Կազեմիրոն միանգամից հավասարեցրեց հաշիվը ու երկրորդ խաղակեսի ընթացքում նույնպես ճապոնացիները պայքարում էին մղում հերոսական Սուզուկին հետ էր մղում հարվածները, կտրուկ բարձրացնելով Սուզուկի մեքենաների գները, բայց եկավ խառակիրի պահը։ Գնդակը հասավ Մարտինելլին տուգանային հրապարակում ու այս անգամ Սուզուկիի գները կտրուկ անկում ապրեցին։ Ճապոնիան երևի թե նախորդ տարվա ընկերական խաղի 3-2 հաշիվը մտքում պահած մտածում էր, որ այս անգամ էլ այդպես կլինի, բայց նրանք հաշվի չէին առնում Պապա Կառլոյի ուժը։ Ու այս բրազիլական հաջողության ֆոնին Ռոդրիգոն գնաց կուրքի հետ հանդիպման։ Ոնց որ ասի, հա, չեք կանչում հավաքական, ես էլ կգնամ Ռոնալդուի հետ կնկարվեմ։ Ինչ որ թաքնված թախից կա այս ֆուտբոլիստի աչքերում, հուսանք նա կհեռանա Ռեալից, բայց բրազիլացիներից ամենաանհասկանալին մնում է Ռաֆինյան։ Այս մրցաշրջանում ինչ որ շատ է պատմությունների մեջ ընկնում։ Նախ վնասվածքներ, որոնք այդպես էլ չթողեցին նրան նորմալ խաղալ այս տարի։ Երբ էլ խաղում էր տաքսիբե։ Հիմա էլ լուրեր են տարածվում, թե իբր սննկացման եզրին է, իբր հացի փող չունի։ Թե բա հերը աշխատավարձի 80%-ը իրեն է վերցնում։ Կինը ստիպված եղավ ասել, որ նման բան չկա ու եթե նրանք անգամ Ռաֆինյայի աշխատավարձի 10%-ը ստանային, միևնույն է երջանիկ կլինեին։ Սենց խառը վիճակ, բայց հարցը դրա մեջ էլ չի։ Այս վերջերս նրա աչքերում այն փայլը, կրակը չկա, ոնց որ այն ուժեղ մրցաշրջանում էր։ Ինչ կասեք Բարսայի ֆաներ, գրեք ձեր կարծիքը անպայման կիսվեք, մենք դրանք անպայման կկարդանք։ Բաժանորդագրվեք ու լայքեք այս վիդեոն, որովհետև այն դրան արժանի է միանշանակ։ Այն ձեզ համար էր։ Պատրաստել էինք մենք։ Լավ մնացեք, կհանդիպենք շուտով։